օգտվելով տեղի առևտրական հնարավորություններից, նա շատ արագ, հատկապես ադամանդագործության ոլորտում հաջողություններ ունենալու եւ նրա վաճառքում մեծ նյութական միջոցներ կուտակելով դառնում է Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Շահամի Շահամիրյանը կարճ ժամանակ անց մտածում է, որ հնարավոր է այս կապիտալի հիման վրա ավելի լայն գործունեություն ծավալել։ Հատկապես նրա համար կարևոր նշանակություն է ունենում Մովսես Բաղրամյանի հետ ծանոթությունը 1760-ական թվականների վերջին։ Բաղրամյանը, որ ծնունդով Արցախից էր եւ որոշ ժամանակ նա կրթություն էր ստացել նույն Նոր Ջուղայում եւ նորից այդտեղի հայ առևտրականության հետ ծանոթություններ ուներ, այնուհետեւ տեղափոխվել եւ բնակվել էր Մոսկվայում, ծանոթացել էր այնտեղ Հովսեփ Էմինի հետ, ով դեգերումների մեջ էր Հայաստանի ազատագրության հարցով։ Ի վերջո 1767 թվականին նա հաստատվել էր հենց Հնդկաստանում եւ հանգամանքների բերումով նրանց զրույցների արդյունքում Շահամի Շահամիրյանը հանգում է այն եզրակացության, որ Բաղրամյանը կարող է իր երկու զավակների ուսուցիչը լինել եւ նրանց հետ զբաղվել մանկավարժությամբ։ Աստիճանաբար նրա ազատագրական գաղափարները համակում են Շահամի Շահամիրյանին եւ այս մարդը մտածում է, որ կարելի է իր միջոցները ներդնել Հայաստանի ազատագրության ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարելու համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։